Պարոն Խաչատրյան, այս հուլիսի 1-ից արդեն շրջանառության հարկի դաշտից ավելացված արժեքի հարկի դաշտ կտեղափոխվեն հաշվապահական իրավաբանական ծառայություններ, ֆինանսական խորհրդատվություն մատուցողները։ Կխնդրեմ ներկայացնեք այս խնդիրների համատեքստում ևս մեկ փոփոխությունը, ինչ ռիսկեր է պարունակում, խնդրեմ։ Նախ, եթե կարելի է ես ներկայացնեմ, որ հաշվապահական եւ իրավաբանական ընկերությունները նույնպես հարկային բեռի ավելացում ունեցան հունվարի 1-ից, հարկային դրույքաչափը կգնահատվեց 5%-ից 10%, դեռ այդ փոփոխությունը կյանքի չկոչված նախագիծ ներկայացվեց, որով մասնագիտական ծառայություն մատուցողները պարտադիր պետք է աշխատեին ավելացված արժեքի հարկի դաշտում, ընդհանուր հարկման դաշտում։ Քննարկումներ կատարվեց, քննարկումների արդյունքում դուրս բերվեցին մասնագիտական ծառայությունները եւ թողնվեցին միայն հաշվապահական ու իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները, որոնք պարտադիր պետք է աշխատեին ավելացված արժեքի հարկի դաշտում։ Քննարկումների ժամանակ օրենքի նախաձեռնողներին հարցադրումներից հասկացանք, որ հիմնավոր պատճառներ չունեն, թե ինչի է ընտրվել հենց հաշվապահական ու իրավաբանական ընկերությունները, ինչ հիմնավորումներ կան, ինչ հիմքեր, ինչ հաշվարկներ են կատարվել, ինչպիսի վերլուծություններ կան, արդյոք փոփոխությունների արդյունքում պետական բյուջե ավելացվող գումարներ կլինեն կամ այսօր գործող ստվերում տնտեսվարող սուբյեկտները կգան օրինականության դաշտ, թե պետական բյուջե գումարները մուտք ավել չեն լինի, հակառակ այսօր օրինական դաշտում աշխատողները կանցնեն ստվերի դաշտ, պետությունը նոր բեր կվերցնի իր վրա վարչարություն իրականացնելու առումով, հասկացանք, որ չկան խորը վերլուծություններ, ուսումնասիրություններ եւ քննարկումների ժամանակ առաջարկվեց աշխատանքային խումբ ձևավորել։ Ներողություն, իսկ ինչից հասկացաք, որ չկան։ Ուղղակի հիմնավորումները, որոնք որ բերվել են, օրինակ հաշվապահները կարող են ինքնուրույն հարկերը հաշվարկել, սա հասկանում ենք, որ զավեշտալի պատասխան է, սա բավարար պատասխան չէ, կամ պատասխաններից մեկը, որ աուդիտորական ընկերությունները աշխատում են ընդհանուր հարկման դաշտում, ինչու հաշվապահականները չեն աշխատում, անմիջապես պատասխանը տրվել է, որ աուդիտորական ընկերությունները Հայաստանում թվով 30-ն են եւ նրանք արդեն իսկ խոշոր ընկերություններ են եւ ծառայություններ են մատուցում բացառապես խոշոր ընկերություններին, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Իսկ հաշվապահական ընկերությունները մի քանի անգամ ավել են եւ նրանք ծառայություններ են մատուցում հիմնականում փոքր եւ միջին բիզնես ընկերություններին եւ տեսեք այստեղ ինչա կատարվում։ Մի ձեռքով մենք տեսնում ենք, որ փոքր միջին բիզնեսի հաշվառումը բարդացվում է եւ մյուս ձեռքով հաշվապահական ծառայությունների արժեքն է արդեն ավտոմատ կերպով բարձրանում։ Այսինքն այստեղ իրար հետ չի համընկնում դա։ Եթե փոքր միջին բիզնեսի հաշվառումը բարդացվում է, պետք է զուգահեռաբար հաշվապահական ծառայությունների արժեքը մեղմացվի, բայց արդեն մի ձեռքով մի հատ էլ հաշվապահական ընկերությունների արժեքն ենք բարձրացնում, ինչի, որովհետեւ այսօր 10% հարկ ենք վճարում, իսկ հուլիսի 1-ից հետո հարկային բեռը առնվազն դառնալու 30%։ Իսկ օրինակ առաջին 3 ամիսների ընթացքում երբ բարձրացավ 10%-ի, արդեն կան որոշակի տվյալներ, պատկերներ, ինչ ազդեցություն ունեցավ։ Քանի որ ԵՌՄՍԱԿ-ը նոր է փակվում, ճիշտ կլինի ԵՌՄՍԱԿ-ը ամփոփելուց հետո արդեն վերջնական պատկեր ունենք, բայց միանշանակ հարկային բեռը, եթե միտեղ հնարավոր կլինի 5%-ը 10%-ով հասարակել եւ վճարել, սակայն կարծում եմ 10%-ը 30%-ի դեպքում ինչ-որ մի ձև կոմպենսացնել հնարավոր չի լինի։ Կամ որոշակի ծախսեր կան, որոնք որ 5-10%-ը նվազեցնում են աշխատավարձի գծով ծախսերը, սակայն ավելացված արժեքի հարկի մասով որևիցե ձեռբերումներ ծառայություն մատուցող ընկերությունները, իրավաբանական եւ հաշվապահական ընկերությունները չեն ունենում։ Այս գործոնները բոլորը ներկայացվել են եւ հիմնավոր պատճառներ չեն ներկայացվել։ Դրա համար առաջարկվել է աշխատանքային խումբ ձևավորվել։ Կարծես թե պայմանավորությունը այդպեսին էր, կառուցողական պայմանավորությունը այդպեսին էր, որ պետք է առնվազն 1 տարի քննարկում կատարվի։ Մենք հասկանում ենք, որ օրենսդրական փոփոխության արդյունքում հնարավոր չի, որ ամբողջությամբ դրական լինի, բայց գերակշռող մասը, եթե պետությունը շահելու էր, մենք կողմ էինք այդ փոփոխությանը, բայց այդ հիմնավորումները չկար եւ կարծես թե առանց այդ քննարկումների օրենսդրական փոփոխությունը երկրորդ անգամ արդեն ընդունեցին եւ ստեղ անակնկալ էր, որովհետեւ մենք սպասում էինք աշխատանքային խումբի ձևավորմանը, քննարկմանը, մեր դիտարկումները լսելի լինեին, քանի որ մենք կարծում ենք օբյեկտիվ քննադատություններ են կատարում, այստեղ ամենևին սուբյեկտիվ մոտեցում չկար, մենք պատրաստ ենք ավել հարկ վճարելու, օրինակ այն պատճառով, որ այսօր ստվերում գտնվող տնտեսվարողները եւ հաշվապահները եւ իրավաբանները շատերը կան, որ իրենց պայմանագրային արժեքները խեղաթյուրում են։
Մենք կողմ ենք, որ այդ խեղաթյուրողները, ովքեր որ պայմանագրային արժեքները ցածր արժեքներ են ֆիքսում, իրենց բերեն հարկման դաշտ, բայց այս օրենսդրական փոփոխությունները որևիցե կապ չունեն այդ ամեն ինչի հետ եւ հակառակը օրինապահ վճարողները անցնելու են նրանց դաշտը։ Մեր ասելիքն այն է, որ եկեք քննարկենք, եթե հասկանանք այս ձևաչափը նորմալ չէ, միգուցե որոշակի փոփոխությունով ելի ավելացնենք հարկային բեռ, բայց գտնում ենք, որ դեռևս չունենք այդ մոդելը։ Իսկ ժամկետի հետ կապված, տեսեք, ժամկետ ընտրվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ Օրենքը ընդունվել է մի քանի օր առաջ եւ ստացվում է 2-3 ամիս հետո հարկման բեռի փոփոխություն է կատարվելու, հարկման դաշտի փոփոխություն է կատարվելու։ Մեր խնդրանքը եւ հորդորը նա էր, որ խնդրում էինք, որ նստենք քննարկենք եւ գոնե առնվազն օրենսդրական փոփոխություն եթե կյանքի են կոչելու, կյանքի կոչվեր 2026 թվականի հունվարի 1-ից։ Բացի այդ նաեւ հարկային օրենսգրքով գիտեք ամրագրված է, որ վատթարացնող հարկային նոր բեռ ավելացնող դրություններ կան, որոնք որ կյանքի են կոչվում առնվազն 7 ամիս հետո, դրան ընդունվելուց հետո։ Իհարկե այստեղ կարող են բառախաղություն անել եւ ասեն այստեղ այնպես է գրված, այնպես է գրված, բայց իմաստը այն է, որ հաշվապահական իրավաբանական ընկերությունների մոտ հարկային բեռի եռապատիկ անգամ ավելանալու է կարելի ասել եւ ուժի մեջ է մտնում 2-3 ամիս հետո։ Այստեղ բացի այդ նաև կա հաշվապահական հաշվառման վարման դժվարություններ երթին, հասկանում եք, նայեք ուրիշ բանը շրջանառության հարկում հաշվառում վարելը, ուրիշ բանը ընդհանուր հարկման դաշտում հաշվառում վարելը։ Իր հետ բերելու են մեծ բարդություններ եւ արդեն ստիպված պետք է հաշվապահական ընկերությունները ծառայությունների բարձրացման արժեք առաջարկեն այսօր փոքր եւ միջին բիզնեսներին, բայց տվերում առաջաշխատողը ինքը շարունակելու է ցածր գնով առաջարկել եւ այստեղ նույնպես անհավասար պայմաններ է ստեղծվելու։ Խնդրեմ ներկայացեք եւ ճիշտ ասած կուզեի նաև ներկայացնել թե քանի այսպիսի ընկերության անունից կարող եք այս հայտարարությունը անել, որովհետև երբ ասում ենք բազմաթիվ են կամ տիկին ասում որ փոքր ձեռնարկությունների տերերը 70-ից մարդիկ են, քանի մարդու մասին է խոսքը, քանի մարդ է գործնելու աշխատանքը, դրանք 10 հոգի են, 50 հոգի են, 100,000, որտեղ դա շատ կարևոր է։ Երբ մենք հանրայնացնում ենք որ մեկի կարտիկը, մեկ էլ հայտնում է մեկ, ասում է ես համակարտիկ չեմ, իրենք ով են իրենցից խոսում են եւ այլն։ Հիմա դուք քանի մարդու կարտիկ եք։ Տեսեք, ես ինքս հանդիսանում եմ հաշվապահական ընկերության տնօրեն, ծառայություններ ենք մատուցում փոքր եւ միջին բիզնես ընկերություններին։ Առնչվում ենք խնդրին, որ քիչ առաջ ներկայացվեց, փոքր եւ միջին գույքագրման հետ կապված, խնդիրը համատարած է, ես ինքս նույնպես, չգիտեմ, պես գործընկեր, որ պատրաստ է գույքագրում կատարելու, ոչ թե պատրաստ է ի վիճակի այս արագ ժամանակահատվածում ճշգրիտ գույքագրում կատարի եւ ներկայացնի հարկային մարմնին։ Այսինքն խնդիրը համատարած է, մենք աշխատում ենք բազմաթիվ գործընկերների հետ, բացի այդ ես ինքս որպես անհատ, որպես մասնագետ, ինձ զանգերով շատ են դիմում, ոչ իմ գործընկերներից, եւ բոլորի մոտ գլոբալ համատարած խնդիր է, եւ որևիցե մեկը գույքագրմանը ի վիճակի չի այս փուլում կատարելու, իսկ հաշվապահական եւ իրավաբանական ծառայությունների մասով քննարկումների միայն ես չէ որ մասնակցել են ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, բոլոր իրենց խնդիրները ներկայացրել են եւ հանրային քննարկումներ կատարվում են տարբեր ֆորմատներով։ Հարցի հետ կապված ավելան, որ խոսքը գնում է երկու երամսյակի համար, այսինքն այն ինչը որ իրանք առաջարկել են, դրանք չգիտեմ, երևի տեղեկությունը թերի է, բայց երկու երամսյակ ընդամենը մի քանի տոկոս հարկ վճարելու, ոչ թե խոսքը գնում է 10%-ը 1% դառնալու մասին, եթե տնտեսվալողի մոտ 5%-ից ավել կլինի հարկային բեռը, ենթադրենք կլինի 6%, 7% երամսյակի ընթացքում, այդ 1%, 2% եթե դուք ուզում եք քիչ վճարեք, նոր գույքագրում արեք երկու երամսյակի համար։ Իսկ այստեղ եթե տնտեսվալողը պետք է հասկանա երկու երամսյակի համար այդ փոքր քիչ հարկը իջացնելու համար, ոչ թե 1-1.5% իջացնելու մասին է խոսքը, այդքան իջացնելու համար գույքագրում իր աշխատանքը բնական ընթացքում աշխատանքը թողնի, կարող է ինքը տետրի մեջ գրում է, բայց ճշգրիտ տվյալներ պետք է ուղարկի, որը որ համարվելու է ելակետային տվյալներ հարկային մարմինների համար։ Այսինքն իր տետրի գրածը վերցնել ուղարկելը պետք է միատեր տետրի գրածը փաստացի գույքագրում կատարի որ ուղարկի։ Տետրի գրածը պետք է թե փաստացի գույքագրում արի շեղումները արձանագրին որ ուղարկի։ Տեսեք, իշխանությունը ամեն դեպքում որպես հիմնավորում նշում է քաղաքակրթական նոր մակարդակ ենք բարձրացնում, նորմալ է որ բիզնեսը ջանքեր գործադրի, սովորի, կրթվի, փաստաթղթավորվի։ Ի պատասխան դրան ես պետք է ասեմ հետեւյալը, տեսեք, շատ լավ առաջարկ է, բայց պետք է սկսեմ պետական մարմիններից, ես ինքս շփվում եմ հարկային մարմինների տարբեր աշխատակիցների հետ, պետք է սկսենք այդտեղից։ Եթե մենք առաջարկում ենք բիզնեսին կրթվել, նախ պետք է պետական մարմինների աշխատակիցները բոլոր վերևի հարթակից սկսեն կրթվելով նորիշնենք ներքև, հա, երևի թե։ Բայց այսինքն կրթվել խոսքը տարական կրթության մասին է, թե խոր մասնագիտական գիտելիքների մասին է։ Կրթվել ասելով մենք ինչ նկատի ունենք հաշվապահական հաշվառման
որ այսօր Հայաստանում բազմաթիվ հաշվապահների շատերը չեն կարողանում գլուխ հանել հարկային նորություն այս արագ փոփոխություններից, նույնիսկ հարկային մարմինի աշխատողները չեն հասցնում փոփոխությունների ընթերցել։ Ինչ կրթվելու մասին է խոսքը։ Կրթվեն այնքան, որ կարողանան ինքնուրույն հաշվառում արեն։ Միանշանակ այս փոփոխությունների արդյունքում պետք է պրոֆեսիոնալ հաշվապահական ծառայությունների մատուցում ստանան փոքր եւ միջին բիզնեսները, որոնք հանգստելու են արժեքը։ Կրթվելու արդյունքում կարողանան իրանք ինքնուրույն հաշվառում արեն։ Ես ինքս երկար տարիներ ոլորտի մեջ եմ եւ ամենօրյա աշխատանք եմ կատարում ինքնակրթության նկատմամբ, որպեսզի կարողանանք սպասարկենք փոքր եւ միջին բիզնեսին։ Դա արդեն խորը մասնագիտական գիտելիքների մասին է խոսքը։ Քանի որ մենք հասկացանք վերջի քննարկումների ժամանակ, հաշվապահական իրավաբանական ոլորտները պարտադիր ընդհանուր հարկման դաշտում աշխատելու քննարկումների շրջանակներում մեր կողմից առողջ քննադատությունները, օբյեկտիվ առաջարկությունները մեղմ ասած անտեսվեցին, ուստի մենք միանում ենք նախաձեռնությանը եւ ես հրավիրում եմ իմ գործընկերներին, իմ ընկերներին, մնացած հաշվապահներին եւ իրավաբաններին միանան նախաձեռնությանը, որովհետեւ բոլորս գիտակցում ենք, որ հաշվապահական ընկերությունների մեծ մասը չունեն 30% շահութաբերություն, որպեսզի կարողանան 30% ավել հարկեր վճարեն։ Իսկ փոքր եւ միջին բիզնեսում գների թանկացում նույնպես 30%-ով իրականացնելը անհնար կլինի։